Այս լոլիկի տեսքը, ապրանքային տեսքը լավն է, իմ տեսանկյունից այո։ Իսկ համը նույնիսկ փորձել եմ, ճաշակին ընկեր չկա եւ ինձ դուր է եկել։ Իսկ որակը, այ որակը ավելի ճշգրիտ հասկացություն է, այսինքն կապ չունի ճաշակի հետ։ Եթե ինչ-որ քիմիական նյութի ցուցանիշ նորմայից ավելին է այս լոլիկում, ապա ինչպես ասում են, սա ուտելու բան չէ։ Չնայած գեղեցիկ է եւ գուցե համեղ։ Ռուսները իրենց վերջին որոշումներով հենց սա են մոտավորապես ասում, ինչը բնականաբար քաղաքական ենթատեքստ ունի, բայց հայ փորձագետները միշտ էլ շեշտել են, որ Ռուսաստան մտնող հայկական արտադրանքը տեղ-տեղ էական խնդիրներ ունի, եւ ռուսները դա գիտեն։ Պարզապես հիմա այդ ամենի վրա էլ աչք չեն փակում։ Ածը են բացել, ջերմոցներ են հավաքում, ամեն ինչը տեղին, բայց հիմա արդեն լրիվ արդեն հոգնել են։ Էլ չեն ուզում անել, որտեվ առևտուրը չկա, ռեալիզացումը չկա, ինչ էր լավ էր, որ դուրս էին հանում, ամեն ինչը։ Մենակ վարդը չէ, ծիրանն այդ այն ամեն ինչը որ դուրս էին անում շատ լավ էր։ Հարցն այն է, թե որտեղ է հնարավոր վաճառել մեր գյուղատնտեսական արտադրանքը։ Նախորդ տարի մենք գրեթե 1 միլիարդ դոլարի թարմ եւ վերամշակված գյուղմթերք ենք արտահանել Ռուսաստան։ 2025-ին օրինակ Ռուսաստանի Դաշնությունն մերոնք 96 միլիոն 200 հազար հատ ծաղիկ են արտահանել։ Մի պահ պատկերացրեք այդքան ծաղիկ, գրեթե 100 միլիոն հատ։ Ականջետ կանչի Ալլա Պուգաչովա։ Հայաստանում կան հարյուրավոր հեկտարներով ջերմատներ, որոնք մեկը մեկի նույնն են, ինչը հոլանդականն է, ֆրանսիականն է, գերմանականն եւ այլն, այսինքն ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, անգամ կառուցապատողը ֆրանսիական ընկերությունն է։ Ահա, Եվրամիությունն է լուծումը։ Մի ճշգրտում, 2 կամ 300 հեկտար ջերմատունը կառուցված է եվրոպական ստանդարտներով, իսկ մնացածը Հայաստանում 1200 հեկտարից ավելի ջերմատուն կա հիմա։ Այն ամենաբարձր ստանդարտը, օրինակ, չգիտեմ, Global Gelb certificate։ Այդ ունի եւ ֆրանսիացի ֆերմերը եւ հայաստանցի ֆերմերը։ Փորձեք գտնել ձեր շրջապատում ֆերմերի, ով ունի միջազգային ստանդարտի սերտիֆիկատ։ Այդպիսիք շատ քիչ են եւ որպես կանոն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են։ Ստացվում է, որ Եվրամիության շուկա արտահանման շանս ունեն միայն միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող խոշոր արտադրողները։ Կան նաեւ փոքրերը, որոնք առանց պետության միջամտության իրականացնում են այդպիսի արտահանում, բայց դա տարիների ահռելի ջանքերի արդյունք է։ Երբ որ արտադրող ուզում է արտադրի Եվրոպա, ինքը պետք է հասկանա, որ ինքը 5-ից 7 տարի պետք է շարունակաբար ներդրումներ կատարի եւ փորձի այդ իր կատարած ներդրումների վերադարձելությունը պրոյեկցիա անի առնվազն 10 տարվա վրա։ Արեգը հենց այն ձեռնարկատերերից է, ով ի սկզբանե սեփական արտադրանքը փորձել է արտահանել Եվրամիություն։ Ընթացքում բազմաթիվ ձախողումներ է ունեցել։ Կա որոշակի վերին շեմեր, ավելի քան 700 անուն թունաքիմիկատների համար Հայաստանում չունենք լաբորատորիա, չունենք այդ հնարավորությունը, որ մենք թարմ կամ չորացված արտադրանքը վերամշակված կամ ոչ վերամշակված տեղում կարողանանք ենթարկենք փորձաքննության եւ այդ 700 պարամետրերով հասկանանք համապատասխանում է թե ոչ։ Տարիներ առաջ մի ձեռնարկատեր Բելգիա ծիրան արտահանելու փորձ է արել։ Արդյունքում սեփական փողով ոչնչացրել է այդ ծիրանը Բելգիայի սահմանին։ Բելգիական լաբորատորիան ֆիքսել է, որ բերքի մեջ միկրոէլեմենտներից մեկը սահմանված նորմից բարձր է։ Մեր ապրանքը տվել եմ Հայաստանում լաբորատոր փորձաքննության իմ ապահովագրության համար։ Հետո ուղարկել եմ Գերմանիայի իմ հաճախորդին, ինքը տվել է Eurofins լաբորատորիային եւ ցուցանիշները սարսափելի տարբեր էին։ Իրենց լաբորատորիայում գտան իմ ապրանքի մեջ արգելված նյութեր եւ իմ բախտը բերեց, որ միայն մեր լաբորատոր փորձաքննության արդյունքով չուղարկեցի, թե չէ Գերմանիայում այդ ապրանքը թափելու էին։ Իսկ ինչպես է մեր մթերքի մեջ հայտնվում այս կամ այն նյութի էական քանակը։ Աղտոտված հող, ջուր կամ հենց ֆերմերի ոչ գրագետ աշխատանքի արդյունք։ Եթե մենք այսօր գնանք գյուղացիներից 100-ին հարցնենք, 100-ից 90-ը անգամ չգիտի իր օգտագործած թունաքիմիկատի ազդող նյութի անվանումը։ Այսինքն ինքը գնում է խանութ, ասում է ինձ տվեք տզի դեղ, ենթադրաբար կարծելով, որ այդ դեղը կարա որակը վատը լինի կամ կեղծված լինի եւ այլն, ինքը 2-3 անգամ ավելի բարձր դոզա է օգտագործվում, որպեսզի ինքը համոզվի, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է։ Հենց սա էլ ամենակարևորն է՝ թունաքիմիկատներ, պարարտանյութեր, ծանր մետաղներ։ Սրանց մասով Հայաստանում կամ վերահսկողություն չկա, կամ էլ վերահսկողությունն ինչ-որ աղմուկին ի պատասխան է, պարզապես տեղային բնույթ ունի։ Օրենսդրությունը ուժի մեջ է մտնելու ամբողջությամբ Եվրոմիության տարածքում 2027 թվականի հունվարի 1-ից եւ Հայաստանում ես ավելի քան վստահ եմ, որ մեծամասնությունը տեղեկացված չի այս խնդրի մասին։ Սննդի հետ շփվող սարքավորումներում պետք է միներալ յուղեր, հանքային յուղեր չօգտագործվեն։ Սկսած կոմբայնից
մինչև վերջնական փաթեթավորման սարքավորումներով հանքային յուղեր օրինակ չպետք է օգտագործեն։ Այսինքն Եվրամիությունը կարող է ամբողջությամբ վերացնել Հայաստանից ներկրվող բերքի մաքսատուրքը, բայց երբեք չի վերացնի սննդամթերքի որակի համար սահմանված նորմերը։ Պիտի այդ պեստիցիդներ, պարտանյութեր հստակ լինեն դեղատոմսի նման։ Ենթադրենք դու ունես այսքան հեկտար հողատարածք, դու չիմացությամբ չես կարող գնել խանութից, թունաքիմիկատների խանութից քո ուզած թունաքիմիկատը։ Դու պիտի ունենաս համապատասխան մարմիններ, որոնք քեզ այդ չափորոշի չտան, դու դա անես։ Մյուս հացն էլ աշխարհագրությունն ու ինքնարժեքն է։ Կա թյուր կարծիք, թե հայկական գյուղմթերքը մատչելի է։ Հացն այն է, թե մատչելի է ում արտադրանքի համեմատ, ով է մրցակիցը։ Ինքնաթիռով արտանումը մոռացեք, որտեղ այնքան թանկագինը մի կիլոգրամի վրա ավելանում է $2 չափ։ Տենց գյուղմթերք չկա, որի վրա տրանսպորտային ծախսը ավելացնես կիլոգրամը $2, ինքը սկսի վաճառել։ Եթե մենք վերցնում ենք հատապտուղներ, ելակ, որը արտադրվում է օրինակ Մարոկոյում, արտադրվում է Եգիպտոսում, արտադրական ծախսեր եւ տրանսպորտացիոն ծախսերի առումով երբեք չենք կարող համեմատել ոչ Եգիպտոսի, ոչ Մարոկոյի հետ։ Բարձր կաբինետներում պաշտոնյաներն արդեն մի քանի օր վստահեցնում են, որ սուբսիդավորել են ֆերմերներին, այդ թվում Եվրամիության շուկա արտահանումներ իրականացնելու համար։ Քանի որ մենք դեռևս ԵՄ-ի հետ ուղիղ սահման չունենք եւ հեռավորության բավականին մեծ հեռավորություն ենք հիմնական շուկաներից, մենք այստեղ բավականին շատ ծախսեր ենք անում, որոնք որ մրցունակության մասով դեռևս խնդիր են ստեղծում։ Իրականում Եվրամիությունը ոչ մի առանձնահատուկ բան չի անում։ Կա մաքսային բարձր տուրքերով սեփական արտադրողներին պաշտպանելու պրակտիկա եւ կա ավելի նուրբ, հարյուրավոր բաց նորմերով սեփական շուկան փակ պահելու քաղաքականություն։ Եվրոպացիք այս վերջինն են հենց կիրառում։ Բացի այդ, նույնիսկ եթե այդ խոչընդոտները հաղթահարվեն, եվրոպական շուկայում ծանոթ չեն հայկական արտադրանքին։ Եվրոպացին սովոր է գազարագույն կլոր ծիրանի։ Մեր դեղին ծիրանը նրանց աչքին ընկալելի չի եւ նրանց համար գրավիչ չի։ Դրա համար մեր ծիրանը չի վաճառվում Եվրոպայում, վաճառվում ԱՊՀ երկրներում, քանի որ ԱՊՀ ժողովուրդը քանի տարի Հայաստանից արտանվող ծիրանը տեսել են, իրենց աչքի համար սովոր է։ Ամենայն հավանականությամբ ռուսական շուկայում մերոնց տեղը կգրավեն ադրբեջանցիներն ու միջին ասիացիք, իսկ եվրոպական շուկայում ամեն ինչ կսահմանափակվի սիմվոլիկ վաճառքներով։ Հայկական արտադրանքը տասնյակ հազարավոր տոննաներով չի կարողանա մտնել Եվրամիություն։ Այս ամենը ֆիքսելուց հետո իր անելիքը պետք է ծրագրի հայաստանցի ֆերմերը։ Այս տարի բյուջեից, այսինքն մեր գրպանից նրա արտադրանքը կսուբսիդավորվի, իսկ եկող տարի Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։